Բուն TV-ի եթերում եւ լողում է նավը հաղորդաշարի հատուկ եթերաշրջանն է, ամբողջ եթերաշրջանը մենք նվիրել ենք Հարություն Խաչատրյանի 70-ամյակին եւ այս հոբելյանական եթերաշրջանի հերթական թողարկումը նվիրված է Անվերջ փախուստ հավերժ վերադարձ ֆիլմին, որի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականին։ Ֆիլմի մասին զրուցելու ենք ռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու եւ այս ամբողջ եթերաշրջանում մեզ հետ լինելու համար։ Շնորհակալություն այսքան մեծ ժամանակ նվիրելու համար ինձ, սիրով, որովհետև պատմելու բաներ կան, դուք լավ գիտեք դրա մասին, եւ լրելու բաներ կան։ Ես երջանիկ եմ, որ ցուցադրվեց եւ Պոմպիդուում եւ Բերլինում, մինչեւ այդ գիտեք, որ 10-ից ավել տարբեր փառատոներում եւ երկրներում ցուցադրվել է իմ ռետրոսպեկտիվը։ Այսինքն մարդիկ, որոնք հասկանում են հայկական կինոն, հայ մարդում, հայ տեսակը, շատ գեղեցիկ է ինձ համար դա, որովհետև ժամանակին կարծում եմ, որ ոչ մեկը չի հասկանում այդ ֆիլմերը, որովհետև մարդիկ շատ զայրույթով էին նայում, ասում են, մեր ազգը խայտարականում քո ֆիլմերը, մեր ազգը նսեմացնում է, բայց պարզվեց, որ մեր ազգին շատ բարձրացնում է եւ շատ գեղեցիկ բաներ է պատմում մեր ազգի հմայքների մասին, անելիքների մասին, համարձակության մասին, դժվարությունների մասին, այնպես որ հայ ազգը կարծում եմ գոհ է եւ հայ մարդիկ նույնպես եւ իմ հերոսները հատկապես։ Դե հիմա մի քիչ անհամես կլինի, որ հենց ձեր առաջ ես ասեմ, որ իրոք մեր կինոյի պատմության եւ ընդհանրապես մեր մշակույթի համար կարևորագույն իրադարձություններից մեկն էր երբևէ տեղի ունեցած Պոմպիդու կենտրոնում ձեր հետահայաց ցուցադրությունը, բայց քանի որ արձագանքները դեռ շարունակվում են, թեև հետահայաց ցուցադրությունը հոկտեմբերին վերջացել է, բայց արձագանքները շարունակվում են եւ հիմա իմ ձեռքին կայ է։ Ցուցադրությունը մինչեւ նոյեմբերի 30-ն է։ Այո։ Նոյեմբերի 30-ին նոր կվերջանա։ Ամբողջական ցուցադրությունը, բայց արձագանքները հիմա իմ ձեռքին այդ պատմական ամսագրիլն է, օրինակը Cahiers de Cinéma-ն, որը պես կինոյի հիմքերից է եւ հոկտեմբերի թողարկումը փաստորեն նաեւ անդրադառնում է ձեր հետահայաց ցուցադրությանը եւ այստեղ բացառիկ մեծ հոդված կա, որը հուսով եմ նաեւ հայերեն կթարգմանվի եւ հանդիսատեսին էլ մեր լսարանին էլ հասանելի կլինի։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այդ մեծ ձեռքբերման արդի, որտեղ շատ կարեւոր է։ Որտեվ 70 տարի սպասելը շատ դժվար է, կարելի է դրա մասին խոսել եւ 50 տարեկանում, եւ 60 տարեկանում, եւ 65 տարեկանում ամբողջ աշխարհը ցուցադրում էր այդ ֆիլմերը, բայց դժբախտաբար շատ ուշ հասավ, որտեվ շատ նեղացկոտ ազգ ենք, շատ միշտ վախենում ենք, որ հանկարծ մեզ չհասկանան, կամ մեզ չսիրեն, կամ մեզ արհամարեն, բայց ֆիլմերը փառք Աստծո իսկապես ամբողջ աշխարհով անցան եւ պատմեցին գեղեցիկ հայ ազգի մասին։ Պարոն Խաչատրյան, եթե անդրադառնանք մեր այսօրվա ցուցադրվելիք ֆիլմին, Անվերջ փախուստ հավերժ վերադարձին, որը ակունքները գնում են մինչեւ Քամին ունայնության ֆիլմը եւ այնտեղից է սկսվում փաստորեն ամեն ինչ։ Այս ֆիլմը որոշակիորեն փոխում է ձեր ձեռագիրը, եթե մինչև այդ մենք տեսել էինք ձեր ֆիլմերը, որտեղ խոսքը, զրույցը ընդհանրապես գրեթե բացակայում են կամ աննշմար են եւ այդպես բառը ուղիղ իմաստով նշանակություն չունեցող է որպես այդպեսին, այստեղ այս ֆիլմից սկսված եւ վերջին 3 ֆիլմերը, որոնք որ այդ նույն խորագրի տակ են Անվերջ փախուստ հավերժ վերադարձ, մենք տեսնում ենք շատ խոսք, շատ զրույց, ձեր ձեռագրում դա ինչ նշանակություն ունի եւ որքանով է հեշտ ձեզ համար աշխատել խոսքի հետ։ Գիտեք, ես դրա մասին շատ եմ խոսել, որ ինձ համար երկու տեսակի կինո կա։ Մեկը որ պատկեր, աղմուկ, ձայն, երաժշտություն, որը խոսքի կարիք չունի, եւ մյուսը, որը խոստովանություններ են, որտեղ ազնիվ խոստովանություններ են կերպարի հերոսի, որը բաց եւ հանգիստ պատմում է իր ճակատագրի, իր երջանկության, իր դժբախտության, իր դժվարությունների մասին։ Դա ես կոչում եմ երկու տեսակի ֆիլմեր, որոնք երկուսն ինձ համար հարազատ են։ Մի տեսակի ֆիլմը ինձ համար շատ ավելի հարազատ է, երբ որ խոսք չկա, բայց այն խոստովանությունները, ազնիվ խոստովանությունները, կինո խոստովանությունները ինձ համար նույնպես շատ կարևոր են, որովհետև շատ ազնիվ են իմ հերոսները։ Շատ գեղեցիկ են պատմում իրաց մասին։ Մեծ դարդերով, մեծ ցավերով, մեծ դժվարությամբ, բայց ազնիվ եւ ճիշտ։ Այնպես որ դա մի տեսակ կինոյի, որը շատերին պետք է որ նայեն եւ լսեն, որովհետև շատ դեպքերում, որոնք փախնում են Հայաստանից, գնում են Ամերիկա, Ռուսաստան կամ ուրիշ տեղ, հասկանում են ինչքան մեծ դժբախտություն է բացակայել հայրենիքից, ինչքան մեծ դժբախտություն է հայրենիքը լքելը եւ չվերադառնալը։ Իրանց վիրավորանքները պետք է մոռանան, որովհետեւ հայրենիքը չի կարող վիրավորել։ Հայրենիքում գտնվող որոշակի անձինք են վիրավորում մարդկանց, եւ նրանց վիրավորելը պետք չի դառնա վերջնական որոշում հայրենիքից փախնելու համար։
Եվ ինձ համար շատ կարևոր էր այս ֆիլմերը ցուցադրել, որովհետև այս ֆիլմերը հայրենիքի մասին են, հայրենիքում մնալու եւ գնալու դժբախտության մասին են, միայնակության, դժբախտության, դժվարությունների եւ կարոտի մասին։ Այնպես որ երկու տեսակներ օգտագործել են տարբեր ֆիլմերի մեջ եւ այս 10 ֆիլմերը, որը ցուցադրեցի ես հիմա եւ շարունակում եմ ցուցադրել Պոմպիդու կենտրոնում, կեսը դուր ֆիլմեր են, կեսը պատմում են իրենց դժբախտության եւ դժվարությունների մասին։ Այնպես որ երջանիկ եմ այդ ֆիլմերը։ Մենք առիթ ունեցել ենք խոսելու եւ Վահան Տերյանի մասին, ձեր ֆիլմի նախագծի մասին, ձեր պատկերացման մասին։ Վահան Տերյանի ֆիլմը հիմա դուք արդեն պատկերացնում եք, թե ավելի շատ որ տեսակին է պատկանելու։ Սա երրորդ տեսակի մեջ է մտնում, որը կա, որը եւ լրություն կա մեջը շատ, եւ տարբեր մարդկանց պատմությունները կան։ Տարբեր մարդկանց ճանաչողությունը կամ երազանքը կա Վահան Տերյանի մասին։ Իսկ Վահան Տերյանի ներկայությունը չի լինելու, որովհետեւ պատմությունը լինելու է այսօր կարող եմ կարծեմ մի անգամ արդեն պատմեցի ես դրա մասին, որ դա լինելու է պատմություն, երբ մարդիկ, որոնք պաշտում են Վահան Տերյանին եւ ամբողջ կյանքը նվիրել են Վահան Տերյանի արվեստին եւ կյանքին, ուսումնասիրությանը, հա, փնտրում են Վահան Տերյանի հետքերը, փնտրում են Վահան Տերյանի խոսքերը, փնտրում են Վահան Տերյանի թողած կորցրած մասունքները եւ դա կարծում եմ շատ հետաքրքիր կլինի մարդկանց եւ կարեւոր կլինի, որովհետեւ Վահան Տերյանի հոբելյանն է եւ մշակույթի նախարարությունը որոշել է անպայման օգնել ինձ, որպեսզի ես այդ ֆիլմը նկարեմ, որտեղ արդեն վաղուց ֆիլմ չեմ նկարել եւ դա ամոթ է։ Իսկ Վահան Տերյանի մասին ես 15 տարի եմ պատրաստվում նկարել, որտեղ գիտեք, որ ես Շավախից եմ, իսկ Վահան Տերյանը նույնպես Շավախից է եւ ես ամեն 3-4 ֆիլմ հետո միշտ երազում եմ նկարել Շավախի մասին ֆիլմ։ Այսինքն դա էլ ձեր վերադարձի Իմ վերադարձի ձևերից մեկն է, իմ վերադարձի ցանկություններից մեկն է եւ ես սիրով կվերադառնամ նորից Վահան Տերյանի գյուղը, որը շատ նման է մեր գյուղին, կպատմեմ պատմություն նրա երազանքների, նրա ցավերի, նրա վշտերի եւ նրա միայնակության մասին նաեւ նրա անժամանակ մահի մասին։ Այնպես որ հույս ունեմ, որ մենք այդ ֆիլմը սկսենք ծմրանը եւ կնկարենք։ Պարոն Խաչատրյան, անվերջ փախուստ հավերժ վերադարձում Հայկի կերպարը այդպես շատ ունիկալ տեսակ է ու շատ հետաքրքիր կերպար է, որ մեկ-մեկ ես զգում եմ, թե դուք ոնց եք թույլ տալիս, որ ինքը սկսի խաղալ եւ արդեն մեծ ծանոթ պատմությունը, որը նախորդ մի նկարահանման ժամանակ, քանի որ երկար տարիներ նկարել եք, ինքը վերապատմում է մի քիչ ավելի ճոխացրած, մի քիչ ավելի ինչ-որ ուրիշ բաներ ունենալով իր մեջ։ Օրինակ, ոնց եք կարողանում գտնել այդ կետը, որտեղ դուք տեսնում եք, որ ակնհայտորեն այս մարդը կարող է այդ իրականության մեջ ինչ-որ բաներ հորինում, հա։ Օրինակ, ես շատ լավ հիշում եմ այդ տեսարանը, որ իմ ամենասիրելի տեսարանից է այդ արջի մասին պատմությունը, երբ որ ինքը պատմում է, թե ոնց է հանդիպել այդ ծովի ափին, ոնց եք դուք կարողանում այդ կետը գտնել հանդուրժելու հերոսին եւ հասկանալու, որ ինքը նույն մարդն է եւ այսինքն իրականության մեջ ոչինչ չի փոխում։ Գիտեք, Հայկը մեծ արվեստագետ է, մեծ հորինող։ Եվ ինձ համար երջանկություն է նրա բացվելը եւ հորինելը։ Կա որ մեր ճշմարտություններ են, կա որ հորինած պատմություններ են, որոնք արվեստի գործեր են, հեչ դժվար չի ինձ համար դա պահել ֆիլմի մեջ, եւ կերպարներ, որ ինքը անընդհատ փոխում է իր կերպարները, անընդհատ փոխում է իր վիճակները, իր բողոքները, իր դժվարությունները եւ վերջնականապես իր կորզանումը, որովհետեւ ֆիլմը ավարտելուց մի քանի օր հետո նրանք տան գիտես երևի, որ Մոսկվայի փողոցներից մեկում մահացած։ Եվ տեսան բարեկամները իր, որտեղ մնացել էին Մոսկվայում, կային, հանկարծ գտնում են մի նամակ, որտեղ գրված է. խնդրում եմ գտնել, եթե մահանամ, գտնել Հարություն Խաչատրյանին եւ նրան համոզել, որպեսզի նա իմ մահը եւ իմ կորուստը նկարի։ Շատ դժբախտ մեծ պատմություն էր, որովհետեւ իր երազանքները չկատարվեցին, միգուցե եւ պատմություններից մեծ մասը հորինված պատմություններ են, բայց դա արվեստի հորինվածներ են։ Դա նույն Վիլյամ Սարոյանի հորինվածներն են, դա նույն Հովհաննես Թումանյանի հորինվածներն են, դա նույն Վահան Տերյանի հորինվածներն են, բայց դա հորինվածներ չեն։ Դրանք լուրջ արվեստի գործեր են, որոնք դուրս են գալիս մարդու գաղափարից, մտքից եւ երազանքներից։ Ես հիշում եմ, որ մենք պարբերաբար երբ խոսել ենք կինոյի մասին, դուք ինձ միշտ ասել եք, որ դուք չեք սիրում դերասանների հետ աշխատել կինոյում, սիրում եք իրենց հետ ընկերություն անել, շատ հարգում եք իրենց մասնագիտությունը, բայց կինոյում չեք սիրում դերասաններին։ Այդ դեպքում ոնց է ստացվում, որ այս պարագայում դուք կարողանում եք իրեն ընկալել որպես նաև հորինող, որտեղ դերասանները այդպես որպես այդպեսին կերպար կերտող է եւ հորինող է, որովհետեւ ինքն է եւ իր անունից չի հրաժարվում, կերպար չի ստեղծում, ոնց է դա ստացվում։ Նայեք, դա սկսվեց
իմ չհաջողված ընդունելություններից ինստիտուտ։ Դա նաև իր լուրջ պատճառներ ունի, բայց ես կուզենայի հումորով պատմել այդ պատմությունը։ Կարծեմ պատմել եմ մի քանի անգամ, որ ինչ չէին ընդունում ինստիտուտ, որտեղ ես եկա 16 տարեկան, գործերս նույնիսկ չընդունեցին այդ տարի թատերական ինստիտուտում եւ ասացին, որ դու այնքան վատ ես խոսում, այնքան արագ ես խոսում, կակազելով ես խոսում եւ ոչ մի դերասան քեզ չի հասկանա։ Ու ես շատ կատաղած եւ շատ զայրացած ասեցի, ես դերասաններ չեմ նկարելու, ասել ոնց դերասաններ չես նկարելու։ Ասի ես կինո եմ նկարելու, ասում են մեր կինոյի բաժին չունենք։ Ասեմ կարող եմ նաեւ ներկայացում անեմ, բայց ոչ դերասանների հետ։ Մանկական համառություն, որը տևեց 7 տարի։ Ամեն տարին մեկ անգամ ես տալիս եմ 2 ինստիտուտ, թատերական եւ մանկավարժական, եւ փորձում եմ ընդունվել եւ ոչ այնտեղ իմ խոսքը, իմ լեզուն, իմ ասելիքը չէին ընկալում եւ չէին ընդունում։ Եվ ես ասացի, ես երբեք այլևս չեմ նկարելու դերասաններին, որովհետեւ դուք արդեն կարծում եմ սխալվում եք եւ առանց դերասանների կարելի է լավ ֆիլմ նկարել կամ լավ ներկայացում դնել, լավ բեմադրություն անել։ Մի խոսքով մանկական համառություններ, բայց հետո հասկացա, որ շատերն են փորձել անել ֆիլմեր առանց խոսքի, անել ներկայացումներ նաեւ առանց խոսքի, շատ դժվար է, շատ իմանալ, բայց պետք է այնքան լեցուն լինի, այնքան պատմությունը կարևոր լինի, այնքան վստահելի եւ հավաստի լինի, որ առանց խոսքի կարողանան հասկանալ ամբողջ քո անհանգստությունները, քո պատմությունը, քո հետաքրքրությունները եւ քո վերջնական ասելիքը ժողովրդին, որոնք նստած տարիջում չեն լսում խոսքը եւ առանց խոսքի շատ դժվար է։ Խոսքը շատ կարեւոր է ինչ խոսքը թատրոնի համար, խոսքը շատ կարեւոր է նաեւ կինոյի համար, բայց կա տեսակ, որը սկսվեց տարբեր ռեժիսորներից, որոնք 20-ական 30-ական թվականներին սկսեցին փորձել դոկումենտալի եւ խաղարկայինի խառնուրդով ինչ-որ բաներ անել։ Որոշ մարդիկ փորձեցին առանց խոսքի գործողություններով ինչ-որ բաներ անել, բայց կարծում եմ դա ավելի ուժեղ սկսեց արտահայտվել 20-30 տարի առաջ եւ սկսեցին մարդիկ հասկանալ, որ կինոն մեկ հատ է եւ չի կարող լինել խաղարկային կամ դոկումենտալ։ Կարելի է երկուսը խառնել իրար, երկուսը իրար օգնեն, պատմությունները պատմեն եւ անպայման չի, որ դու առանձնացես խաղարկայինը եւ դոկումենտալը։ Ասել եմ Ուլրիխ Զայդելը, տարբեր ռեժիսորներ այսօր փորձում են մարդկանց հավաստիացնել իրենց պատմությունով, որտեղ եւ օգտագործված է խաղարկային վիճակներ եւ օգտագործված են դոկումենտալ վիճակներ։ Այսինքն եւ կան դերասաններ եւ իրական մարդիկ։ Մարդը դերասան անում է եւ դերասանություն եւ դոկումենտալ վիճակներ են նկարված կամ ոչ դերասան, այլ դոկումենտալ ազնվորությունը, իրական ազնվորությունը մեկ-մեկ ինչ-որ խաղարկային կտորները բերում իր հետ, նայած ինչպես կանես։ Պետք է անես շատ հավաստի, պետք է անես շատ մաքուր, շատ ազնիվ։ Եթե դու արեցիր կեղծ եւ բան, դա շատ շուտ կհանա, ասել եմ ես։ Կեղծ խոսքը, կեղծ խաղը, կեղծ վերաբերմունքը այնքան շուտ է հնանում, որ կինոն այլևս հետաքրքիր չի դառնա։ Պարոն Խաչատրյան, հայկին նկարելու համար փաստորեն մոտ եւ ոչ միայն հայկին, այսօր նաեւ այն մյուս հերոսներին, որոնց մեր հետագա հաղորդումներն էլ պիտի անդրադառնանք, փաստորեն բարբերաբար դուք տարբեր տարիներում հանդիպել եք։ Օրինակ հայկին հանդիպելու ընթացքում, գիտեմ, 5 տարվա կտրվածքով կամ 6, եղել է որ դուք հանդիպեք իրեն եւ հասկանաք, որ այս մարդը կապ չունի արդեն ձեր նկարած հերոսի հետ եւ կինոն իր ուղղությամբ է տանում կամ փոխում է ձեր պատկերացրած կինոն։ Գիտեք, շատ բարդ ձև է նկարելու ֆիլմ եւ դու նկարում ես 25-30 տարի մի մարդու, որը ուսումնասիրությունն է, լուրջ ուսումնասիրությունն է մի տեսակի մարդու տեսակի, որը ուզում ես հասկանաս թե 30 տարվա ընթացքում այն մարդը ինչի վերածվեց։ Արդյոք մնացել է նույն մարդը, արդյոք հետաքրքիր է դարձել ավելի, արդյոք նրա փիլիսոփայությունը փոխվել է, արդյոք նրա բնավորությունը դարձել է ավելի կոշտ եւ կոպիտ կամ վախեցած եւ կամ ինքը ավելի դարձել է կեղծ եւ անընդունելի։ Դա լուրջ ուսումնասիրություններ են, դա գիտական ուսումնասիրություններ են։ Դա այնպիսի ուսումնասիրություններ են, որ կարծում եմ ամեն մի սոցիոլոգի, ամեն մի մարդու, ամեն մի մարդագետի շատ կարևոր է, որովհետեւ ինքը կարողանա այդպիսի մարդկանց հասկանալ, թե այս մարդը, որ փախավ Դիլիջանից, սովորեց մանկավարժական ինստիտուտում, դարձավ սիրողական թատրոնի ռեժիսոր, ինչու հեռացավ Հայաստանից, ինչ է նեղացրեց նրան աշխարհում, ուր գտավ եւ ինչ գտավ, եւ այդ 20-25 տարին, 30 տարին, որ ես նկարել եմ, դա շատ լուրջ ուսումնասիրություններ են, դա շատ լուրջ վիճակներ են, որ
պետք է կարողանաս դա համբերել եւ դիմանալ։ Պետք է կարողանաս այդ մարդուն համոզել։ Պետք է կարողանաս հավատացնել այդ մարդուն, որ դու չես ծաղրում իրան, որ դու իրան հավատում ես, որ ինքը հետաքրքիր է, որովհետեւ ինքը բացվում է մեկ-մեկ ստերա խոսում, մեկ-մեկ ճշմարտություն ասում, մեկ-մեկ շատ խորը ճշմարտություն ասում։ Իսկապես ես կարծում եմ, որ դա սոցիոլոգների համար շատ կարևոր պետք է լիներ։ Բայց դժբախտաբար լինելով այսպեսի փախստական ազգ, երբ անընդհատ տարբեր սերունդներ վերադառնում են կամ փախնում են, նորից են վերադառնում կամ նորից են փախնում, կամ չեն վերադառնում այլևս, մի լուրջ ուսումնասիրություն չունի։ Կան պատմվածքներ, կան վեբեր, կան պատմություններ պատմած իրաց մասին, բայց լուրջ ուսումնասիրություն, գիտական ուսումնասիրություն չկա։ Ես կուզեի, որ այս ֆիլմերը, որ շատ էի ցանկանում ցուցադրեն, այս 10 ֆիլմը գոնե, որը ասենք լուրջ բավականին լուրջ կինոգետներ եւ արվեստաբաններ եւ մարդիկ, որոնք շատ խիստ են վերաբերվում կինոյի տեսակին, այդ 10-ը ընտրեցին որպես լավագույն ֆիլմեր եւ խոսեցինք նաեւ նրա մասին, որ հիմա ֆիլմերից մեկը մտել է մի ծրագրի մեջ, որը կոչվում է Դարի ֆիլմ։ Ինչու չեն ցուցադրում հայկական հեռուստատեսությամբ։ Զարմանալի է, որտեվ այդ դաժանությունը, իբրև թե ինքնուրույնությունը, իբրև թե խստությունը, որ իբրև թե մենք չենք հավանում այդ ֆիլմը, բավականին հեռուստատեսությունները բավականին աղբով լսված են, բավականին դժվարություններ կան, բավականին սխալներ կան, բավականին ոչ կարևոր բաներ կան։ Պետք է մի քիչ ավելի լուրջ վերաբերվել պրոդուկցիային, եւ չեմ կարծում, որ դա արված է մարդկանց կողմից, որոնք կմնասեն իրենց կամ կմնասեն երկրին կամ կմնասեն ղեկավարներին իրենց, որտեղ դա լուրջ գիտական ուսումնասիրություններ են, լուրջ արվեստի ուսումնասիրություններ են, լուրջ կինո ուսումնասիրություններ են, եւ հեչ ամոթ չի իրենց, որովհետեւ ամբողջ աշխարհում ցուցադրած ֆիլմերը մի հատ էլ իրանք ցուցադրեն իրենց հմայիչ եւ շատ կարեւոր հերոսատեսությամբ։ Պարոն Խաչատրյան, ես գիտեմ, որ դուք Հայկի այդ վերջին ցանկությունը կատարել եք եւ նկարահանեցիք նաեւ իր հուղարկավորության արարողությունը, բայց դա ֆիլմի վերջնական տարբերակի մեջ չմտավ։ Ոնց է, ինչու այդպես որոշեցիք։ Որտեւ ես հասկացա, որ պատմությունը պետք է կիսատ մնա։ Արդեն հասկանալի էր, որ այս մարդը արդեն կործանվում է, այս մարդը չի հաջողվելու, այս մարդը իր երազանքները չի կատարելու, որտեւ ինքը որ պատմում էր, թե ինչեր անելու դեռևս, արդեն հասկանալի էր, որ արդեն դա վերջը եկել է, որտեղ ինքը այլևս ոչինչ չի անելու, որտեղ այն ուժը, այն հզորությունը, որ ինքը ուներ Սիբիրներում եւ արշերի հետ էր կռիվ տալիս եւ մարդկանց հետ էր կռիվ տալիս եւ սիրահարվում էր չուկչաներին, կռիվներ էր սարքում, բեմադրություններ էր անում, այդ մարդուց բան չի մնացել։ Եվ դրա համար կորուստը մեր մարդկանց, որոնք հեռանում են հայրենիքից, շատ վտանգավոր է, շատ դժվար։ Ես նույնպես մի ֆիլմ նկարել եմ Ամերիկայում, եւ ամենակարևոր մարդկանց մեկը, որ ես տեսել եմ, ճանաչել եմ, ամենաազնիվ մարդկանց մեկը, որը շատ ազնիվ է խոսում, ամբողջովին կործանվեց եւ կործանվեց իր ընտանիքը։ Մեր հաջորդ թողարկումը լինելու է հենց այդ ֆիլմին նվիրված եւ ես առաջարկում եմ, որպեսզի մենք հիմա նայենք Անվերջ փախուստ հավերժ վերադարձ ֆիլմը եւ հաջորդ շաբաթ հանդիպենք արդեն քննարկելու նաեւ Փակուղի ֆիլմը, որի մասին մի փոքր դուք արդեն ներկայացրեցիք։ Դե ինչ բունի եթերում Անվերջ փախուստ հավերժ վերադարձ ֆիլմն է, որը նկարահանվել է մի քանի տասնամյակ եւ պրեմիերան տեղի ունեցել 2012 թվականին։ Առաջարկում եմ դիտել ֆիլմը, հաճելի դիտում եմ, աղթում ձեզ։